1918 թվականի մայիսի 28-ը համարվում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրը։ Իրականում մեր պատմության այդ օրը խոսք չի եղել անկախության հռչակման կամ հանրապետության հիմնադրման մասին։ Ինչպես նշել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, այդ թվում Սիմոն Վրացյանը, Հայաստանի անկախության հայտարարության օրը պետք է համարվեր մայիսի 30-ը։ Այդ օրը Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ընդունեց հայտարարություն, որը կրկին Վրացյանի խոսքերով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի առումով դարձավ այդպիսին։ Մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ ի կատարումն թուրքերի վերջնագրի Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում։ Եվ քանի որ թուրքերը Բաթումի հաշտության բանակցությունների համար նախապայման էին համարում Հայաստանի անկախության հայտարարությունը, ինչը հայ ղեկավարների մի մասի համար անընդունելի էր, այդպես հենց մայիսի 28-ը դարձավ Հայաստանի անկախության օրը։ 1917 թվականի աշնանը Թիֆլիսում գումարվել էր Հայոց ազգային խորհրդակցություն, որին բացառությամբ բոլշևիկների, ովքեր բոյկոտեցին եւ դատապարտեցին երկշաբաթյա հավաքը, մասնակցեցին արևելահայ քաղաքական կյանքի տարբեր խավերի ներկայացուցիչներ։ Բացման հավաքին ներկա էին Դաշնակցությունից 113 հոգի, Հայ ժողովրդական կուսակցությունից 43, Սոցիալիստ հեղափոխականներից 23, Սոցիալ-դեմոկրատներից 9 հոգի։ Խորհրդակցությունն ընտրեց 15 հոգանոց գործադիր մարմին, ազգային խորհուրդ։ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի 15 հոգանոց կազմը հետևյալն էր. Ավետիս Ահարոնյան, նախագահ, Հայ հեղափոխական դաշնակցությունից, Արամ Մանուկյան, Նիկոլ Աղբալյան, Ռուբեն Տերմինասյան, Խաչատուր Կարճիկյան, Արտաշես Բաբալյան, բոլորը դաշնակցությունից, Սամսոն Հարությունյան եւ Միքայել Պապաջանյան, Հայ ժողովրդական կուսակցությունից, Միքայել Միշա Ղարաբեկյան եւ Ղազար Տեր Ղազարյան, սոցիալ-դեմոկրատներից, Հայկ Տեր Օհանյան եւ Անուշավան Ստամբոլցյան, սոցիալիստ հեղափոխականներից, ինչպես նաեւ 3 անկուսակցականներ՝ Ստեփան Մամիկոնյան, Տիգրան Բեկզադյան եւ Պետրոս Զաքարյան։ 1918 թվականի մայիսի 28-ի առավոտյան Հայոց ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը Հայ հեղափոխական դաշնակցությունը քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանը անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին։ Դաշնակցության ներսում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ միայն 2-ը։ Նույն օրը դաշնակցականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին վերադարձել էին Բաթումից, որտեղ անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարել Օսմանյան կայսրության պատվիրակների հետ։ Նրանք հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրը ընդունելը այլընտրանք չունեն։ Խատիսյանի ու Քաջազնունու հորդորից հետո կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը։ Ապա տեղի ունեցավ նոր քվեարկություն Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում, որտեղ 8 կողմ եւ 6 դեմ քվեով ընդունվեց թուրքական վերջնագիրը։ Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին հետևյալ կերպ. Դաշնակցություն 6 կողմ, Հայ ժողովրդական կուսակցություն 2 կողմ, սոցիալ-դեմոկրատներ եւ սոցիալիստ հեղափոխականներ 2-ական դեմ, անկուսակցականներ 2 դեմ։ Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը եւ նույն օրն իսկ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ինչպես նաեւ Միքայել Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում թուրքերի հետ բանակցելու, ավելի ճիշտ շարունակելու ընդհատված բանակցությունները։ Հայաստանի անկախության տեքստը առանց անկախություն եւ հանրապետություն բառերի ընդունվեց 1918 թվականի մայիսի 30-ին։